Տեղի ունեցավ նորաստեղծ Սևանի Առաքս ֆուտբոլային ակումբի առաջնախաղը։ Հունիսի 22-ին Սևանի Առաքս ֆուտբոլային ակումբի հիմնադրման առթիվ Լճաշենի ֆուտբոլի մարզադաշտում ընկերական հանդիպումներ անցկացվեցին Սևանի նորաստեղծ Առաքս, Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի Սևան, Հրազդանի Աղբյուրակ և Աղթալա ֆուտբոլային ակումբների միջև։ Առաքս ֆուտբոլային ակումբը նոր է հիմնադրվել։ Թիմը նպատակ ունի հանդես գալ Հայաստանի առաջնություններում, Սևանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, խրախուսել առողջ ապրելակերպը և պատանիների շրջանում բացահայտել լավ ֆուտբոլիստների, հետագայում նրանց ուղղորդելով ավելի մեծ բարձունքների։ Ես բնիկ սևանցի եմ, ծնվել մեծացել Սևանում, Լճաշենն էլ իմ հարազատ գյուղն է։ Հիմա ես բնակվում եմ Սանկտ Պետերբուրգում, այնտեղ մեծ ակումբ ունեի, աշխատում էի օրգանում, փակեցի, անցաթոշակի, այնտեղ փակել եմ լրիվ, բերել եմ իմ Սևանի բոլոր բալիկների համար, ուզում եմ ստեղծել մի մթնոլորտ, որ երեխեքը խաչա բանից դուրս գան, չծխեն, հեռախոսներից հեռու մնան լիքը, որ անընդհատ զբաղմունք ելնի իրանց համար։ Այսի բացել ենք, որ ասենք բոլոր գյուղեր, մեր Սևանի ավազանի գյուղերը, բոլորը, որ ցանկություններ ունեն երեխաները կարող են գան, մասնակցեն, հայտավորվեն։ Մենք այս տարի խաղալու ենք Հայաստանի առաջնություն երկու թիմով, ունենք լավ մարզիչներ, երևի 2 տարուց հետո արդեն պրոֆեսիոնալ առաջի խումբ, որ երեխեքը գան իմանան ուր են գնում, էլի, իրանց կարիերան շարունակեն կարիերան, թե չէ իմաստ չկա, ասենք մենակ խաղերով։ Ես էլ մարզիչներն էլ երեխեքին էլ խոսք եմ տվել, որ իրանք համզբորներ են գնալու հավաքների արտերկիր, թեկուզ մեր Հայաստանում։ Ամեն ինչն է կատարում անվճար, գյուղապետն էլ կողքներից կանգնած, համայնքի ղեկավարն են կողքներից կանգնած, աջակցում են, մոտիկ են գալի, շատ շնորհակալություն իրենց էլ։ Հիմա ուզում ենք այս մարզադաշտը սկզբնական դաշտը վերանորոգենք, բերենք իր UEFA-ի ստանդարտների, հետո հետագայում հանդիսատեսների տեղերը սարքվի, որ գեղեցիկ լինի, հանգստյան վայրեր սարքենք, փուճուր երեխեքը որ գան, ասեն, այնտեղ խաղան, մեծ պլաններ կան, ասենք տեսնենք հələ ոնց կել, այս տարի հիմի որ միայն դաշտը բերենք իր հունի, որովհետև 30 տարի այս դաշտը կա ու չի օգտագործվել 30-28 տարի երևի։ Բացի հիմնադիր Արթուր Կարապետյանից, Առաքս ֆուտբոլային ակումբի ստեղծման ակունքներում է կանգնած նաև Մարտիկ Կարապետյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նորաստեղծ թիմին աջակցում են նաև բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Առաքս ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչն է Միքայել Բաբաջանյանը, մարզիչն է Կարեն Կարապետյանը, դարպասապահների մարզիչն է Արտյոմ Կարապետյանը։ Նորաստեղծ Առաքս ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Աղաբեկ Դավթյանի խոսքով անելու են ամենը, որպեսզի գյուղական բնակավայրերի պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնեն ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ։ Չենք ուզում ոչ մի գյուղ անտեսենք, բացարձակապես բոլոր գյուղերում պրոստը մարզիչների խնդիր ունենք, մարզիչներն պետք է լիցենզավորվեն, ամենակիչը C կարգ։ Մարզիչները որ ունենում ենք, պարապմունքները հնարավորի սահմաններում գյուղերով անելու ենք, քանի որ բոլոր գյուղերում լավ երեխեք կան։ Հիմա մեր նպատակը նրանում է կայանն է, որ այս երեխեքին կտրել ամեն տեղից, զբաղվել սպորտով, չնայած ամեն մեկ իր համապատասխան ցանկությամբ, որտեղ ի հայտ բերենք շնորհալի, ֆուտբոլի չեմ կարող ասեմ, շնորհալի երեխեքին ես խոստանում եմ մեր ֆեդերացիայով, մեր բոլորում, երեխեքին հասցնենք այն աստիճանը, մենակ չմնան այս դաշտի մեջ, գնան առաջ ու խաղան։ Ակումբը որոշ բարեկարգման աշխատանքներ է կատարել Լճաշենի մարզադաշտում։ Առաքսը սկզբնական շրջանում մարզումներ է կանցկացնի Լճաշենի մարզադաշտում, որտեղ էլ կայացան առաջին ընկերական հանդիպումները։ Մինչև խաղերի մեկնարկը հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը և բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու Առաքս ֆուտբոլային ակումբի դրոշը, ազդարարելով խաղերի մեկնարկը։ 4 թիմերի ընկերական հանդիպումներից հետո թիմերը, լավագույն խաղացողներն ու մարզիչները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հուշանվերներով։ Սուրեն Բարսեղյան, Գնելով Անիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։